2008 թվականից մինչ օրս, այսինքն նախկին 17 տարիների ընթացքում ձեր դեմ ակտիվ քարոզ են տարել, բազմաթիվ ստեր, կեղծիքներ են հնարել, հորինել, տարածել մարդկանց մոլորեցնելու համար։ Իհարկե մենք վերջի տարիներին փաստերով, տեսանյութերով, գրառումներով, հոդվածներով դրա դեմը առնում ենք, դուք ձեր ասուլիսների ժամանակ եք դրանից խոսում, հերքում հերթով իրականությունը պատմում, բայց կա մի բան, որ մինչև օրս ներկայիս իշխանությունները շատ ակտիվ շրջանառության մեջ են պահում, այսպես կոչված այդ գործարքը գույք պարտքի դիմաց, իբրև թե դուք Հայաստանին պատկանող կարևորագույն կառույցները գույքը տվել եք Ռուսաստանին, դուք դրա մասին էլ եք խոսել, բացատրել, բայց շատ կխնդրեմ այսօր եւս մեկ անգամ դրան անդրադառնաք, որպեսզի այս տեղեկատվական փողուկոհի մեջ, հատկապես նախընտրական փուլում, մենք ավելի հստակ ու ընդգրկուն պատկեր ունենանք այդ իշխանական կեղծիքներին հակադարձելու համար։ Շատ շնորհակալություն։ Նայեք, մի պահ իմ պատկերացումը այնպիսին էր, որ թեման արդեն անցել է, մեռած թեմա է, ոչ մեկին դա չի հետաքրքրում, բայց բարբերաբար ինչ որ փորձում են վերակենդանացնել։ Հենց մի քանի թեմա կա, սա այն թեմաներն են, որոնց վերաբերյալ նաև բացատրություն տվել եմ, արտահայտվել եմ երևի 100 անգամ։ Հիմա գույք պարտքի դիմացի վերաբերյալ ես ընդունում եմ, որ նաև ճիշտ եք ասում, գալիս է նախընտրական ժամանակահատված, էլի փորձում են ենթադրում են վերակենդանացնել։ Գործարքի իմաստը ինչ էր։ Մենք ունեինք $100 միլիոն պարտք, որը ժամանակին գոյացել է ատոմակայանի ռուսական կողմի վերականգնման հետ ծախսեր էին։ Տարբեր ինչ-որ ծախսեր էր, ես հիմա իմ ժամանակը չէր, ես չեմ կարող սա գնահատել, բայց ֆիքսված գումարը սա էր, մոտ 100 քանի միլիոն $։ Այդ պարտքը կամ պետք է մարեինք քաշով, եւ ընդհանրապես բյուջեն այն ժամանակ եղել է $300 միլիոն։ Հետո սկսեց աճել եւ ավարտեցինք մոտ 2.5 միլիարդով։ Եվ այդ գաղափարը գույք պարտքի դիմաց ծնվեց հենց այդ գործարքը իրականացնելու համար։ Ինչ ենք տվել այդ 100 միլիոնի դիմաց։ Գործարան Մարս, Ռազդանի Փշեկը, հինը առանցին գերորդ բլոկի եւ 3 գիտահետազոտական ինստիտուտ։ Եվ հիմա ինչ են ասում օրինակ մարդիկ, ասում են Մարս գործարանը, լավագույն գործարանն էր եւ այլ։ Ոդի Մարս գործարանը կառուցվել է սովետական միության, այս վերջի գործարաններից մեկն էլ կառուցվել է սովետական միությունը միկրոսխեմաներով սպասարկելու համար։ Այ գոսպլանի բաների մեջ սա էր, ծրագրերի մեջ սա էր։ Մարս գործարանի հիմնական արտադրությունը 1 օր չի աշխատել։ 1 օր կառուցվել է սովետական միության ժամանակ, արդեն սովետական միությունը փլվեց եւ այն ինչի համար կառուցվել է այդ գործարանը, ինչը պիտի սպասարկեր ամբողջ սովետական միությունը, այլևս գոյություն չուներ։ 1 օր չի աշխատել։ Երբ ես այցելել եմ այդ գործարանում աշխատում էին վարչապետի, չեմ սխալվում, աշխատում էին միայն օժանդակ մեխանիկական ցեխ, ինչ որ չգիտեմ, բուտկա, բեսեդկային սարքում սվարշիկներ բանման։ Մի հատ էլ ֆիզրաստորի մի բան էր դրած Վաչե Մանուկյանի գործար բանը։ Ինչ որ, շենքեր օգտագործում էին, հիմնական արտադրությունը 1 օր չի աշխատել։ 1 միկրոսխեմա չեն արտադրել։ Այս վիճակում էր այս գործարանը եւ հսկա տարածքներ։ Սկզբից փորձել ենք բանակցել Siemens-ի հետ։ Արդյոք իրենց տանք, թող իրենք արտադրությունը կազմակերպեն, ներդրումներ անեն, սեփականության իրավունքով վերցնեն։ Գիտեք ինձ ինչ են ասել։ Պատվիրակությունը գնացել նայել են, ասել են մենք եթե գանք այդ սարքավորումները, որոնք դրած էին, արդեն հնացած են, դրա ժամանակ էր արդեն հնացած էին, եւ դրանից հետո 10 տարի չի աշխատել։ Ասել են ամբողջ ներսը պիտի թափենք, նոր ներդրումներ անենք, որովհետեւ այն ժամանակ այդ ոլորտի ակտիվ զարգացումներ գնում եւ շատ արագ էր ամեն ինչ փոխվում։ Եվ բարոյապես էր մաշված արդեն։ Ըստ էության արդեն մենք սկսել ենք այդ գործարանին նայել որպես տարածքներ
որոնք կարելի է ինչ որտեղ օգտագործել։ Սա է։ Ներկայացնում են, որ լավագույն գործարանը, բան, միկրոչիպերի, չգիտեմ, եւ այլ միկրոսխեմաներ բացարձակ սուտ։ Մնացածը գիտահետազոտական ինստիտուտներ, ինչ է գիտահետազոտական ինստիտուտ։ Դա առաջերտին կոլեկտիվն է։ Աշխատող գիտնականներն են։ Եվ օրինակ Մերգելան ինստիտուտը սպասարկում էր սովետական միության ռազմաօդային ուժերը, մաթեմատիկական սպասարկում էր, այդ ուժերը չկա է, սպասարկման օբյեկտը վերացել է, այս վիճակն էր, և Ռուսաստանին տալով հույս կար, մտածում ենք, որ միգուցե ինչ-որ ձև իրենց գաղտնիության բանը հանեն և հնարավորություն տան, որ ինստիտուտը կատարի այն գործը, որի համար ինքը ստեղծված էր, այստեղ ամեն քայլի մեջ կար ռացիոնալ բացատրություն, բայց լավ, սա մի կողմ դնենք, գիտեք, ով է ամենից ակտիվ լոբիստ է եղել այս հարցերի, գույքը պարտքի դիմաց, Արամ Սարգսյան, ինքը վարչապետ ժամանակ երևի 5 անգամ այդ թեմայից խոսում էր, հետո պարզում է դառնալա, որ մենք ինքը կոնկրետ գրեթե ամեն հանդիպման ժամանակ ասում էր այս գույքը, բայց ինքը ենթադրում է, որ մի 10-15 բան պիտի տանք միավոր։ Մի խայտառակ մի բան, էլի։ Հիմա պատկերացրեք այդ վիճակը։ Քանի որ, բայց ես այս թեման մի քիչ ավելանեմ այս թեմայի շուրջ։ Այսքանը ասում են ինչի համար, ասել, որ մենք ռուսական կողմին հանձնել ենք գույքի դիմաց ստրատեգիական նշանակություն ունեցող Հայաստանը ինչ կար չկար։ Հիմա ես ներկայացնեմ ևս մի քիչ այլ անկյան տակ, թե ինչ կարգի ներդրումային ծրագրեր ենք մենք այն ժամանակ իրականացնում Հայաստանում։ Հայաստանի ամենից չալաղաջ օբյեկտը բիզնեսը եղել է Քաջարանի փղենցամոլիբդենային կոմբինատը։ Վաճառվել է գերմանական Քրոնիմետ ընկերության։ Հիմա այս իշխանության օրոք սեփականատերը դարձել է ռուս գործարար։ Քրոնիմետ ընկերություններ գնել Քաջարանի կոմբինատը։ Հաջորդ օդանավակայան ներդրողը եղել է արգենտինացի եւ շատ լավ իսկապես փայլուն օդանավակայան է սարքել, որից հետո թռիչքների քանակը շեշտակի աճել է։ Ես չէի կարողանում sense դժվարությամբ էի համոզում ավստրիական ընկերություններին, չեխական, այն ժամանակ որ սկսեն թռնել Հայաստան, ասում են օդանավակայանը խայտառակություն է։ Հաջորդը առաջի հյուրանոցները սեփականաշնորհվեցին։ Արմենիա անի ամերիկյան քաղաքացիներին, հայկական խմբեր էր, իրենք են գնել։ Ինձ նույնիսկ պիտի օգնեք, էլ ինչ բիզնեսներ կար, Երևան հյուրանոցը իտալացիների, Վիոլա ջուրը ֆրանսիացիների, ոնց ենք որոշել, օրինակ եմ ես որոշել, որ ճիշտը ֆրանսիացիների հետ աշխատեն, համաշխարհային բանկին հարցում ենք արել, ջրի կառավարման, այդ խմելու ջրի կառավարման ամենից լավ փորձը որտեղ է, ասել են գերմանական կամ ֆրանսիական։ Ժակ Շիրակի հետ հանդիպման ժամանակ հաճախակի ենք մենք շփվում, ես իրեն հարցրեցի, այս sense բան կա, դուք վիոլա ջուր ունենք, ուզում եմ հետները հանդիպեմ, կարաք օգնեք այս հարցում։ Նույն օրը իմ հետ կապվում են, ասում են առավոտյան պատրաստ է հանդիպել վիոլա ջրի Սիոն։ Հաջորդ օրը մենք միասին հյուրանոցում նախաճաշել ենք, եթե չեմ սխալվում, Պրինց դե Գալ հյուրանոցն էր, կարող է լավ չի։ Հետը պայմանավորվել ենք, որ ինքը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Հայաստան։ Ուղիղ մեկ ամիս հետո այդ պատվիրակությունը եկել է եւ իրենց հետ այդ պայմանագիրը կնքել ենք։ Աշխատել ենք կնքել։ Ֆրանսիացին Պեռնորի կար կոնյակի գործարանը ամենից գրավիչ ակտիվներից մեկն է եղել Հայաստանում։ Ֆրանսիական ընկերությանն ենք ծախել։ Եթե կարծում եք թե Ռուսաստանից ցանկացող չկար, կար։ Քաջարյանի համար էլ կար։
Բայց լավ, ելում պիտի ծախենք կոնյակի գործարանը։ Եթե ոչ, ամենից լավ կոնյակ արտադրողների։ Մոտեցում միակն էր, որ երկրի ընկերությունը կարող է ամենից արդյունավետը կառավարել այդ ընկերությանը։ Ուրիշ բան մենք չունեինք։ Ասեն ֆրանսիական ընկերությունը ո՞նց ենք բերել սա, այդպես չի որ sense հերթով կանգնած ուզում էին գայ։ Դա 97 թիվեր էս վարչապետ է, թռել է Շիրակի հրավիրով Ֆրանսիա, ասեցի որ sense կոնյակի գործարանի բան ուզում ենք գործընկերություն ունենալ։ Իր ինքնաթիռը տրամադրելա թռել ենք կոնյակ պրովինս, տեսել եմ այդ գործարանը եւ պայմանավորվել ենք, որ իրենք գան մի հատ ուսումնասիրեն։ Իրենց հետաքրքրությունը շուկաներ, մեր հետաքրքրությունը, որ վերջապես ճիշտ հարաբերություններ որակյալ կոնյակ արտադրել, ճիշտ հարաբերություններ կառուցել վերամշակող գյուղացի հարաբերություններում իրենքն են առաջինը սկսել դա անել, երկարատև կոնտրակտներ, գյուղացուն ֆինանսավորում էին պարատանյութերի համար, տարբեր աշխատանքների համար, ըստ էության վարկավորում էին առանց տոկոսի։ Եվ եւս մի կարևոր հանգամանք այն ժամանակ ֆրանսիացիներին բերենք, որ կոնյակ բառը այս բրենդը օգտագործելու խնդրեմ մենք չունենանք, կարողանանք շրջանցել։ Բոլոր հարցերն այն ժամանակ լուծում ստացել են։ Այս մոտեցումը սա էր։ Ես ձեզ մի քանի առանցքային ամենից մեծ հետաքրքրություն ներկայացնող բիզնեսները պատմեցի ոնց ենք սեփականաշնորհել։ Ռուսալը այն ժամանակ Ռուսալի հետ ալյումինի գործարանը, որտեղ հիմնական ալյումինի արտադրողը իրենք են։ Մեկ բան կար, մեկ բանաձև կար։ Այն երկրից եւ այն ընկերությունը բերել, որը այդ ոլորտում ունի ամենից լավ փորձը։ Այդպես չէր, որ ռուսները չենք ուզում, ուզում են։ Գազպրոմում պիտի տայինք։ Ռուսական գազն է գալիս, հայրուս գազը տուն հետ պիտի անենք։ Ոչ չեմ գնալու Գազպրոմի ինչ որ բանի ինվեստիցիան ավստրալիացիների հետ անել։ Ու հիմա չենք լավ։ Սկզբունքը սա է։ Եվ բոլոր այդ գործարքները միջալուց ասեմ, այդ գործարքների մեջ մի այդ ձախողված գործարք չկա։ Բաշխիչ ցանցերը ձեր կարծիքով ում ենք սեփականաշնորհել։ Չգիտեք, սեփականաշնորհել ենք բրիտանական ընկերության։ Բրիտանական։ Հետո արդեն այդ բրիտանական ընկերությունը, երբ որ կորուստների դեմ պայքարեց, իսկապես լավ աշխատեցին։ Ծախեցին Ռաոյեսին ռուսական։ Իրենք են ծախել վաճառ։ Հիմա նայեք, ես ինչ ցանկ եմ վերում, բաշխիչ ցանցեր, բրիտանական, վիոլա ջուր, ֆրանսիական, կոնյակի գործարան, ֆրանսիացիք, հյուրանոցներ, Ամերիկա, Իտալիա, Զվարթնոց, Արգենտինա, ասենց որ քաջարան գերմանական քրոնիմետ ընկերությունը հայտնի ընկերություն էր։ Եվ ես երբ գնում եի Գերմանիա այցերով, միշտ այդ մարդը կառավարական այդ հանդիպումների ժամանակ գերմանական կողմ իրեն հրավիրում էի։ Եվ այդ մարդը մեզ նաև նվիրեց դեսպանատան շենքը։ Գերմանիայում դեսպանատան շենքը դա քրոնիմետ ընկերության սեփականատերի նվերն էր։ Առանձին ասաբնյակ, ասենց շատ բանը Բերլինի ամենից լավ շրջաններից մեկում։ Զոտի ոսկի հանքը։ Ձեր կարծիքով ում էր սեփականաշնորհվել։ Կանադական մեկ ընկերության, որը այն ժամանակ ոսկու գները շատ ցածր էին, որը աշխատացրեց Զոտի հանքը։ Հիմա Զոտի հանքը պատկանում է ռուսական ընկերության։ Այն ինչ որ արվել է նաև դրսի եվրոպական, կանադական տարբեր երկրների ներդրողների հետ, սրանց իշխանության օրոք, սրանց մի մասը դառան ռուսական սեփականություն։ Հասկանում եք սա, եւ դու այդքանից հետո Ռուսաստանի դեմ այդպիսի քաղաքականություն վարել, Ռուսաստանի աշխարհակաղակական դիրքերը թույլատնելու ուղղությամբ, ոչի մոտ այդ կոգնիտիվ դիսոնանսի բանն է արա, ինչ է քանում, ինչ է համար։
Լիքը բաներ ասացի, ես տեսա որ դուք չգիտեք դրա մասին։ Բանկային համակարգում քանի բանկ էր այն ժամանակ, դրսի բանկեր, Կոմերցբանկ գերմանական, Լիբանանյան բանկը անուն արդեն չեմ։ Հա, Բիբլոսը եւ մի շարք բանկեր մտան։ Քանի ընկերություններ սկսեցին թռնել Հայաստան։ Ու սա բերել ներկայացնել, որ ասենց մի քանի չաշխատող գործարան ասենց տվել ենք ռուսներին եւ սա ասենց մի դարակազմիկ, մի սխալ էր։ Դա իրականությանը հետ ձեր ասածը ինչ որ առնչություն պիտի ունենա, թե չպիտի ունենա։ Մոտեցում մեկը պիտի լինի։ Քո որոշման մեջ պետք է այդ ռացիոնալ էլեմենտը լինի, որ դու անում ես եւ բացատրում ես ինչի համար եմ սա արել։ Իմիջիալոց այն ժամանակ կար ամերիկյան համասարան, ռուսները այդ բանակցեցին, ասեք մի հատ սլավոնական համասարան դուք բացեք։ Ճիշտ էր, համարում եմ որ ճիշտ էր։